Հարգելի պարոն փոխվարչապետ, հարգելի նախարարներ, պարոն մարզպետ, համայնքի ղեկավար, հարգելի ներկաներ, սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիս այս գոյակապ իրադարձության առիթով եւ կրկին ուզում եմ եւս մեկ անգամ իմ շնորհակալության խոսքը ասել աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին, որովհետեւ հենց նրանց ստեղծած արդյունքի, հենց նրանց ստեղծած արժեքի բերումով է, որ մենք հնարավորություն ունենք իրականացնել Հայաստանում 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը։ Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն մեր քաղաքացիներին, ովքեր իրենց ամենօրյա գնումները անելիս չեն մոռանում վերցնել ՀԴՄ կտրոնը, որովհետև ամեն ՀԴՄ կտրոն վերցրած, իհարկե նախ շնորհակալություն նրանց, ովքեր չեն էլ սպասում, որ հաճախորդը ուզի պահանջի, այլ դա իրենց պարտականությունն է, դուրս են գրում ՀԴՄ կտրոնը, բայց շատ կարևորում եմ նաև, եթե այդպես չէ, բոլոր դեպքերում ՀԴՄ կտրոնը վերցնելը շատ կարևոր է, որովհետև մեր շատ քաղաքացիներ չգիտեն են, որ ՀԴՄ կտրոն վերցնելը այդ նշանակում է պայքարել ստվերային տնտեսության դեմ, այդ նշանակում է ավելի շատ հարկեր, որոնք գալիս են դեպի պետական բյուջե եւ այս ամեն ինչը, այս դպրոցին է, այս բարձրախոսը թե ուրիշ տեղից են վերցրել։ Դպրոցին է, այս բարձրախոսը այդ ՀԴՄ կտրոնի արդյունքում ինչ որ մեկը ՀԴՄ կտրոնը վերցրել, դրա արդյունքում այս բարձրախոսն ենք վերցրել, բոլոր նստարանները, որի վրա նստած ենք մենք հիմա, այս պատերը, այս ամեն ինչը, այսինքն այս շատ կարևոր բան է, որ մենք հասկանանք պետությունը ոնց է աշխատում, ինչպես է ստեղծվում բարեկեցությունը ընդհանրապես, որովհետև այդ իրավիճակը կա, երբ որ մենք մոլորված կանգնած ենք ու չգիտենք ինչ անենք, չգիտենք ինչպես հաղթահարել փակուղին, ինչպես հաղթահարել աղքատությունը, ինչպես հաղթահարել հուսահատությունը, այդ բոլոր դեպքերում մեր հարցի պատասխանը մեկն է, պետք է իմանալ ինչպես դա անել, իսկ դա իմանալու համար մի ճանապարհ կա, այդ կրթությունն է, եւ հետեւաբար նաեւ մենք պետք է ավելի շատ մեծ ներդրումներ անենք կրթության ոլորտում եւ մեր երեխաներին ուղիղ պետք է ասենք, որ լավ ապրելը կապված է լավ սովորելու հետ։ Երեխեք այսօր պետք է այս ուղերձը շատ հստակ ստանան, իրենք պետք է իմանան, որ ապագան այդքան էլ անկանխատեսելի չի, ընդհակառակը ապագան շատ կանխատեսելի է։ Ես գիտեմ ուսուցիչները, որոնք ճանապարհում են եւ տնօրենը, դպրոցի տնօրենը, ես համոզված եմ, որ ճանապարհում շրջանավարտներին կարող են շատ մեծ ճշտությամբ կանխատեսել, թե ինչա տեղի ունենալու այդ աշակերտների հետ առաջիկայում։ Մեծ հավանականությամբ իրենք կարող են ասել, առնվազն կարող են ասել, այդ մարդը լավ է ապրելու, թե վատ է ապրելու, աղքատության մեջ է ապրելու, թե բարեկեցություն է ունենալու։ Եվ այսպես շարունակ։ Իհարկե, սա շատերն են ասում նաև, եւ դա ճիշտ է, որ մարդու բարեկեցությունը կախված է նաև կառավարությունից։ Բայց շրջանավարտը դուրս եկավ, գնաց բու, մի օր շրջանավարտներ են, չէ՞, կառավարությունում են շրջանավարտներ, առաջին շարքում էլ, երկրորդում էլ, երրորդում էլ, իրավակարգի մասին ենք խոսում։ Բոլորը շրջանավարտներ են, նրանք ովքեր ոստիկան են, նրանք էլ են շրջանավարտ, նրանք ովքեր դատավոր են, նրանք էլ են, մենք տենց մարդ չունենք, կամ ավելի ճիշտ երբեմն ունենք, այո, կան մարդիկ, որոնք չեն ավարտել դպրոցը նույնիսկ եւ այլն եւ այսպես շարունակ։ Բայց ես ասում եմ, մենք հիմա այստեղից դուրս գանք, ցանկացած խնդրեմ, որ մենք տեսնում ենք, ցանկացած առաջին պատահած խնդրեմը, բացարձակապես առաջին պատահած խնդրեմը, երբ որ սկսենք ուսումնասիրել այդ խնդրեմի թելի կծիկը վերցնենք, սկսենք կծկել, գնալու ենք հասնելու ենք ինչ որ մի դպրոց, գնալու ենք հասնելու ենք կրթության ինչ որ մի խնդրի, եւ սա պատճառը, որ այո, մենք հիմա մի ժամանակ ասում ենք կրթության ոլորտի ռազմավարությունը մեզ համար առաջնահերթություն է, հիմա այդտեղ չենք ասում ենք կրթությունը մեզ համար ռազմավարությունն է, այսինքն կրթությունը ինքը ռազմավարություն է եւ ոչ թե բարձր մենք կրթության ոլորտի ռազմավարություն ունենք, բայց կրթությունը մեր ռազմավարությունն է։
Կրթությունը մեր ռազմավարությունն է շինարարության ոլորտում, կրթությունը մեր ռազմավարությունն է տրանսպորտի ոլորտում, կրթությունը մեր ռազմավարությունն է անվտանգության ոլորտում, կրթությունը մեր ռազմավարությունն է իրավակարգի ոլորտում, արդարադատության ոլորտում, արդյունաբերության ոլորտում, փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում, ընտանեկան բռնության ոլորտում, բոլոր տեղ չկա, բոլոր հնարավոր գյուղատնտեսության ոլորտում։ Այսօր գյուղատնտեսության ոլորտում մեր ունեցած խնդիրների լուծումը կրթությունն է, միայն կրթությունը, բացառապես կրթությունը, ուրիշ լուծում պարզապես չկա, պարզապես ուրիշ լուծում գոյություն չունի։ Եվ երբ որ մենք սկսում ենք 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը, իմիջիայլոց 300 դպրոց 300-500 այդ ինտուիտիվ թիվ էր, այսինքն էլի մարզային այցելություններով ու հետաքրքիր է նաև թվում է թե մենք մեր երկիրը ճանաչում ենք, այդ ժամանակ մենք հասկացանք, որ չենք ճանաչում մեր երկիրը։ Հա մեզ թվում այլ ասում ենք վայ կրթությունը, վայ դպրոցը, վայ մեր սիրասուն ուսուցիչները, վայ մեր գյուղերը եւ այլն, եկել մենք տեսնում ու դպրոց չկա։ Գնում ենք տեսնում ավերակա։ Բայց ինչն է կարևոր, երբ որ մենք սկսեցինք հիմա փառքաստու, լավ էր ուրիշ թիվ չասցինք, չէ՞, գոնե 300 կբերենք սենց, բայց դրանից եզրակացությունը ինչ արնելու հետո գալու է հաջորդ 300, այդ կհաշվենք էլի 300 թե ավելի շատ, բայց որ մենք եկել ենք այն եզրակացության, որ այո, դա էլ կարող է լինել մի բնորոշում 3-րդ եւ 4-րդ հանրապետությունների, որովհետեւ հին սերնդի դպրոցներ այլևս պետքա չլինեն, ես նկատի ունեմ ֆիզիկական ենթակառուցվածքի։ Հայաստան 4-րդ հանրապետությունում չի կարող լինել դպրոց, որը ֆիզկուլտուրայի դահլիճ չունենա։ Այն շենքը, որը չունի ֆիզկուլտուրայի դահլիճ, հարգելի ներկաներ, ինքը դպրոց չի։ Ինք կարող ենք ասել տարած, որտեղ դասեր են անում։ Այն շենքը, որտեղ չկա լաբորատորիա, այդ դպրոց չի։ Այն որտեղ չկա SBM, այդ դպրոց չի։ Այո, կարող ենք ասել ցանկացած տեղ կարելի է դաս անել կամ ինչ որ մի հատ բանախոսություն կարդալ, բայց դպրոցը այդ բոլորովին ուրիշ բան է։ Առանց ֆիզկուլտուրայի դահլիճի չի կարող լինել դպրոց, չի կարող պարզապես։ Եվ մենք պետք է զարգացնենք միջև այն կետը, երբ որ մենք դպրոց ասելով նկատի ենք ունենում դպրոց իր ամբողջականության մեջ եւ բայց այսօր մենք միշտ այս ամեն ինչը չենք իմացել, այս սովորել ենք, այս ընթացքում սովորել ենք, նախ իմացել ենք, հետո էլ սովորել ենք։ Այո, մենք իմացել ենք 2018-19 թվականներին, մենք մտնում ենք դպրոց, տեսնում ենք պատերը սպիտակ դահլիճներում կոտրած աթոռներ են դրված կամ ասենք կոտրած նստարաններ են, դա տենց ո՞նց կլինի։ Չի լինի տենց, այսինքն, բայց այս ամեն ինչի ճանապարհը, որը մենք անցնում ենք, այո, որակի հետ կապված խնդիրները դեռ շարունակում են լինել եւ այստեղ մենք սկզբունքային մեր մոտեցումը չպետք է փոխենք, բայց հիմա ամենակարևորը տեղի է ունեցել, ամենակարևորը հետեւյալն է, որ ազատանի մեր սիրելի երեխաները ունեն դպրոց, որտեղ կարող են լավ սովորել, որը կերաշխավորի, որ իրենք լավ կապրեն, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորին, շնորհակալ եմ։